Ես վարկան քեզ երևա վեր հանգստանաս կյաս, թա կիսաներ վիճակում վարկ են քեզ։ Դե ես իմ էլի տենց ստացվեց։ Ես ձեր տնեցիք մասիտ մտածում, չէ։ Չէ, տնեցիք ինչ կապ ունեն։ Ես էլի խբես թաստած հակաճամփին ու այս մրսա։ Բարև ձեզ։ Բարև։ Բարև։ Այդ ջան, ո՞նց ես ախպեր։ Նորմալ էլի։ Լավ եմ։ Ես դեղերը խմեցի երևի միջև վաղը տակությունս քիշնի։ Էդմոն։ Ախպեր, այդ ինչ ա եղել Երևան։ Ինչ է։ Դե այդ ախպորը հաշվով էլի, թերթերը գրում էին, որ իբր նարկաման է, այդ ճիշտ է թե չէ։ Ինչ ասի, նարկաման։ Ես չասի այդ ջան, թերթերն են գրում, համ էլ քո մասին էլ էին գրում, թե իբր սուտ է, որ դու Ղարաբաղ ես ծառայել այսքան ժամանակ։ Ուրեմն դրա համարին, հա։ Ինձ թաքցնում այդ ամեն ինչը։ Ուրեմն դրա համար են լրագրողները մեր տուն հավաքվել։ Բա որ ասում եմ։ Թույլ տվեք դիմել, պարոն հրամանատար։ Արի։ Ես քեզ ով ա թողել, որ այս վիճակով Լազարետից դուրս գաս։ Պարոն հրամանատար, ինձ ոչ մեկ թույլ չի տվել։ Իմ նախաձեռնությունն է, բայց ես դրա համար պատճառներ ունեմ։ Լավ, արագ ասա տեսնեմ ինչ ա եղել։ Պարոն հրամանատար, թույլ տվեք 2 օրով գնալ Երևան։ Շատ շտապ գործ կա, խնդրում եմ։ Բայց դու նոր ես եկել Երևանից, այդ ինչ ա եղել որ։ Կարծում եմ, որ պատճառը ձեզ էլ պիտի հասած լինի։ Ամբողջ վարչը դրանից է խոսում։ Ամեն մի էշության չպիտի բան այդտեղ դնել Էդմոն։ Ես քո օրը վաղուց գիտեմ, այդքան ինձ հերիք ա։ Չէ, պարոն հրամանատար, այդ չի խնդիրը։ Խնդիրն է, որ ես հենց հիմա պիտի իմ տնեցիքի կողքին լինեմ, որովհետև երբ որ ես Երևանում էի, ինձ թաքցրեցին այս ամեն ինչը։ Դու հիմա գնա Լազարեթում պարկի, ես քո օրդ հետ կխոսամ։ Խնդրում եմ, այդ մի բանը մի արեք։ Այդ ինչի։ Որտեղ որ պապան իմանա, հաստատ չի թողելու։ Ահա, ինքդ քո հարցին պատասխանեցիր, որ հայրը դեմ է, ես դեմ ու դեմ եմ։ Դավայ, մարշ Լազարեթ։ Արգանքների սավաստի գծավ տանը, Հարվյանն է։ Բարև, հազար բարի, պարոն Հարվյան։ Այ ախպեր ջան, ես մեզ գիտ որ տղեն ոնց եկավ հասավ, խաբար չեք, բան չեք, նորմալը հասել է։ Հա, բա ոնց, խինոր, ուղակի մի քիչ հիվանդ էր։ Ինչ ես ասում։ Հա, տակություններ, հազում էր, ուղարկեցի Լազարեթ, թող մի 2 օր պարկին։ Գեներալ ջան, հո լուրջ բան չկա։ Չէ հա, ուղարկի մրսել է ճամփին, դայերքն ասացին համազգեստը թաստած հակել է, բան չկա, պարոն Հարոյան, մի 2 օրից ոտիկ կանգնի։ Դե լավ, բան արա, լավն է երեխուն, ես հետո էլի կզանգեմ։ Ինչ է եղել, բաբա։ Ինչ է եղել։ Ինչի ես տենց վեր ես նայում։ Բա ում վրա նայեմ։ Հարևան Հենդոյի կնգայերեսին նայեմ, երեխուն թաթ շորերը հանիր հասցրիր ղրգեցիր բանակ։ Այդ կնգախել կեմ ասե, այ ես քան ուղեղը։ Տենց էլ գիտեի, որ մի բան եղել է, որ երեխես չի զանգում։ Երեխեն հիմի տակությունով պարկած է։ Ինչի չես ասում, որ ես եմ արել։ Ասա, դու սովոր ես, շարը կծի բերես։ Բայց ինչի է հակել։ Ախր ինչի է թաց հակել։ Այ քեզ խելք, այ քեզ բան, բա ինչ աներ, այդ երեխեն հո գրաժդասկի շորերով չաս չեր մտնելու լավ։ Չէ, բայց կարծում էի մինչև այդ կչորանա։ Ենա տենում եմ ոնց է չորացել էլի։ Ես գնում եմ քնելու։ Դու կարաս քնես, հավա։ Կարաս հանգիստ քնես։ Հա սիրվա, եթե քոնս չտանյել, զորով կքնեմ, որովհետև ի տարբերություն քեզ, Ալբերտ Հարոյանը պիտի թարմ ու զգոն ուղեղ ունենա, հաջող քեզ։ Վայ Էդմոն ջան, ես ինչ արի ես,
Allahu Akbar. Allahu Akbar.
Շուտ պիտի մտածեիր, հա ջան։ Հիմա արդեն В общем, ընկել ես, պիտի քաշես։ Մենակ մի պայմանով։ Դուք պետք է ասեք ինձ, թե ով եք դուք, պարոն Սեթյան։ Այդ հարցը փիլիսոփայական ոլորտից է արդեն։ Շատ դժվար է ինձ քեզ կոնկրետ պատասխան տալ, եթե նույնիսկ ուզենայի։ Իմ վերջնական պատասխանն է։ Չէ։ Դու մեռած ես, Աբել։ Ու մեր սաղ տղեկը քեզ դեմքով անգիր գիտեն։ Կարող է գիտեք այդ բաժնում մենակ ես եմ աշխատում։ Չէ, հա։ Լավ, հաճա։ Գոնե մի բան կարաս անես։ Մի բան։ Կարաս։ Կարաս մտնես գրգի մոտ ասես, որ հանգիստ լինի։ Պրոստ ասես, որ Աբելը ասեց, որ ամեն ինչ նորմալ է լինում։ Կարաս, հա։ Մի բան էլ կարաս անես, հա։ Ասես, որ եթե իր հերնել չէ, ես մի բան կանեմ։ Այդ ձեր ընկերը տարօրինակ տղա է։ Բա որ մատնի ինձ։ Ինչի մատնի։ Ում մատնի։ Լավ։ Ես չգիտեմ, թե դուք ինչ եք անելու այդ տղու համար, բայց այդ մեկը կանեմ։ Ապրես։ Հիմա ինչքան ես թաքնված մնալու, Աբել։ Հերիք չեղավ արդեն։ Քիչ մնաց։ Փառքիդ օրերը մոտ են մնաճը։ Ես ուզում եմ, որ ամեն ինչ օրենքով լինի։ Նախ դատ լինի։ Ուզում եմ, որ շուխուրը բարձրանա։ Ու շատ եմ ուզում, որ այդ դատ ու դատարանում ինտեղ են արդարացվի ու գրիգս բրլյանտի պես մաքուր իդեալական դուրս գայես այս վիճակից։ Դե եթե դուք այդքան վստահ եք, պարոն Արոյան, ես պրոբլեմ չունեմ։ Վստահ եմ, Գրիգորյան, չկասկածես։ Պարոն Արոյան, բայց դատը կարող է մի ամիս էլ հետաձգվի։ Գրիգը մի ամիս կալանքի տակ մնացող է։ Որ պետք է լի մի տարի էլ կնստենք։ Լավ, պարոն Հարոյան, ինչ ասեմ, ես խնդիր չունեմ։ Կներես։ Լսում եմ։ Պարոն Արոյան։ Հա, Բաքյան ջան։ Պարոն Արոյան, տղե տաշկի սիկտիրն արձակուրդ է տվել։ Այսինքն։ Փախել է, պարոն Արոյան։ Ինչ։ Այ բալամ իմ տղնտես բան չեր անի։ Դե հիմա արել է։ Երեք խնդրեց, որ տուն թողնեմ, ինչ-որ շտապ գործ կար։ Չթողեցի, որովհետև հիվանդ էր։ Ինչ տես կարևոր գործեր պետք է ունենար։ Դե մտածեցի երևի աղբոր պահով անհանգստանում։ Պարոն Արոյան։ Լավ, հենց տուն հասնի նույն պայն տաշելու եմ քացով, որ կհասնի մինչև չաս։ Դե քանի եկել է թող մնա մինչև լավանա։ Չէ, հիվանդ չգիտեմ։ Նա միևնույն է հետ է գալու։ Լավ, ոնց ուզում եք։ Լավ, Ավակյան ջան, հետո կզանգվենք, լավ։ Հաջողություն, պարոն Արոյան։ Հաջողությունը քեզ սավտարում։ Լավ, Գրիգորյան, դե ոնց որ ասեցի, դու մենակ Գրիգից լավ նայի, մնացածը ոչ մի պրոբլեմ չի առաջանա։ Ոչ մի հաջող։ Հաջողություն, պարոն Հարոյան։ Նինա ջան, հիմա դու այդ արցունքներդ մաքրի, դու անկեղծորեն պատասխանի, որդ դու կարայիր առանց մեզնից հեռու ապրեիր, առանց ինձ ու մամայի, թեկուզ այդ քո Գրիգի հետ օրին ասում ես, թե սիրում եմ, հա? Բայց ինչի պետք է Ցեզանից հեռու ապրեի։ Որովհետև
Եթե այդ քո գրիգը փախներ, դու էլ հետը։ Էլ всё բրծավ։ Էլ չէր կարա հետ գար։ Ինչեւ որ չբռնեին ու բերեին, իսկ որ բռնեին բերեին, շատ երկար ժամանակով կնստացնեին։ Բռնեցին, նստացրեցին, ինչ չնստացրեցին։ Ինչ տարբերություն, հա? Ում պատճառով այդ ամեն ինչը, պապա։ Ում պատճառով խնդրում եմ էլ ինձ մի արա, որ հիմա երեսիդ ասեմ, այն ինչ մտածում եմ։ Ասում։ Ես քեզ միշտ աստվածացրել եմ։ Դու իմ համար միշտ իդեալ ես եղել։ Ու հիմա ինչ։ Այդ ամեն ինչը սուտ է դուրս եկել։ Դու այն մարդը չես, ում ես ճանաչել եմ այսքան ժամանակ։ Քո սերը, քո ազնվությունը, այն առասպելները, որ հորինվում էր քո մասին, այդ սաղ սուտ էր, սաղ սուտ։ Դու ընդամենը խաղում ես։ Քո դերի մեջ ես մտել ու խաղում ես այդ իդեալական մարդու դերը։ Խաղում ես իմ զգացմունքների հետ։ Սուս մնա Նինա, ձենդ Նինա, ձենդ։ Թող ասում, ասա բալիս ասում։ Չա։ Եղավ ապրես, ես չեմ նավանում քեզանից։ Ոչ էր ուզում եմ ինչ-որ բանի համար արդարանամ։ Ապրես, որ իմ հետ տենց անկեղծ ու շիտակ խոսեցիր։ Մենակ ես քեզանից մի բան եմ խնդրում։ Ես քեզ խնդրում։ Իմ հանգստացի։ Պրոստը հացկեր մի կտուր։ Omot քեզ։ Ոնց ես համարձակվում տենց խոսած հորդ հետ։ Դու գոնե պատկերացում կազմում ես, թե ինքը ինչքան բան արել քո համար։ Գոնե հասկանում ես ինքը ինչ հեր ա եղել։ Omot քեզ Նինա։ Omot քեզ։ Ձեթո։ Ձեթ ջան։ Ների ցավը տան։ Չի հասկանում։ Ինքն էլ չի հասկանում ինչ ա խոսում։ Հիմարությունները դուրս տալիս։ Ես տենց էլ հեր չեղա։ Եվ ես տենց էլ հեր չկարացարում եմ։ Ոչ իմ տղան, ոչ քո աղջկան։ Ավելի գոնե հասկանում եմ, որ դե իշխալ ինչ ոնց չկարացի չասցի, բայց որ Նինան էլ տենց, ինչ թվում էր ես իր համար ինչ կարացել արել եմ, պարզվեց սխալվել եմ։ Հայ մարդ, ես կար սխալվել կնեմ։ Ոչ։
Մամա բերել։ Հա։ Հյուրասիրվի։ Մերսի։ Ասում եմ, լավ բան է լավ մամա ունենալը։ Ինչքան էլ մեծանաս, աշխարհում ամենաշատը 100%-ով իրան ես վստահում։ Համաձայն եմ։ Աբելը քեզնից էր հարցնում։ Դու ինչ գիտես։ Ես շատ բան գիտեմ, բայց խոսքը մեր մեջ։ Ուզում եմ իմանալ, որ իրա վրա ջղայնացած չես։ Չէ, ջղայնացած չեմ։ Ընկերոջս ասա, որ իմ մոտ ամեն ինչ կարգին է։ Սեթյանն ա ձեզ մատնել։ Գիտեմ։ Ու ջղայնացած չեմ։ Ուղղակի Աբելը մի քիչ պետք է մտածի ում է վստահում։ Ես էլ եմ ասում էլի։ Ով է այդ Սեթյանը, Գրիգ։ Ինչ է ուզում։ Հաճան։ Ինչ գիտես։ Ինձնից ոչ մի բան չես իմանում։ Դա չէ հա, ոչ մի բան էլ չէի ուզում իմանայի, սկի պետք սկսել չի։ Էդ էի ուզում ասեի։ Քեզ պետք է խնդրեմ, որ Աբելին տեսնես ու փոխանցես, որ գնա Նինային տեսնի ու ասի, որ իմ հետ ամեն ինչ կարգին է։ Որ հանկարծ Նինան մի խոսքով ինքը գիտի ինչ պետք է ասի։ Եղավ, կփոխանցեմ։ Շնորհակալ եմ։ Ալո։ Ես եմ։ Հա, ջան, լսում եմ ասա։ Գրիգը քեզնից տեղացած չի, չնայած խորհուրդ է տալիս լավ մտածես մինչև Սեթյանին վստահելը։ Մտածած է, ուրիշ։ Ուրիշ ասեց, որ խոսաս ինչ-որ Նինայի հետ, ասեց իր մոտ ամեն ինչ կարգին է, մի խոսքով ասեց, որ դու գիտես ինչ ասես։ Լավ, մերսի աջան։ Ամենայն դեպս, որ սկանի որ կանոնս ունեցանես, որ ես եմ մտնում, դա այդ վաղտ շատ շնորհակալ կլինեմ։ Այդ մեկը բացառվում է։ Արի մեր գաղտնիքը բացահայտենք, այդ ժամանակ բաժալուստը խնդիր չունես։ Շուտ ալ, աջան։ Լավ, ինչ որ է, մերսի։ Գրիգ ուզում է, որ Նինային տենամ։ Չեմ կարծում։ Նինային տնից դուրս չեն թողնի։ Մի բան կմտածեմ։ Լավ, ստե ես իջնում, մի քիչ քայլեմ։ Bravo. Տիկին Սիլվա, բաշկըտ լուս, տղետ բանագից պախել է, պատրասվին ես, որ ընդունի ու սաղքո դաստիրակության արդյունքն է։ Պախել է, շատ էր ճիշտ արել, բա Իվան երեխան պետքա տանը լինի, մոր կողքին։ Թողել մենակ ձերս ընգրի, ես դրան սև հիվանդ եմ սարկել, որ դու վրդ խաբար չկա, դրան հիվանդություն եմ ցույց տալու։ Թողել մենակ ձերս ընգրի, թողել ձերս ընգրի մենակ։ Երկու աղբերով վիզ են դրել հորի ինֆարկտի հասցնեն, ուզում են հոգի սուտեն։ Չի ստացվի։ Դու էլ իմանաս, չի ստացվի։ Թողել մենակ լակոտը ձերս ընգնի։
чуть вот с кем говорит, да? Сопляк. Ты знаешь, что бывает с нарушителями государственной границы? Молчишь. Вы все такие-то армяне матросов играете, да? Значит, знаешь. Я тебе еще вещь скажу. Ты у себя числишься как дезертир. А у нас как нарушитель государственной границы. Имя, фамилия, отчество, где служишь, в какой части. Не советую тебе играть в молчанку. Ох, как не советую сыграть матросовую роль. Чтоб через полчаса обработали этого сопляка. Чтобы он языком чистил, как итальянский футбольный комментатор, поняли, да? Слушаюсь, товарищ генерал. Увидите этот говно отсюда. Она воняет. Անցած շաբաթ ադրբեջանցի գեներալ Հասան Բեգզադիևը այցելել է թուրքական զինավարժանքներ անցկացնող իր զինվորներին եւ իր ելույթում նա ասել է, որ թուրքական բանակի փորձն ու կուլտուրան շատ օգուտ է։ Ինչ։ Սրանք ինչ ալերիվ խելքներ թրծրել են։ Կարան իրանք իրանց ներսում խապեն, որ իրանց գեներալը իրանց հետ է, բայց ոնց են թուրքերին խապում։ Ոնց է Թուրքիա այցելել, եթե գեներալը դիակ է, Հասան Բեգզադիև։ Алло? Здравствуйте, господин Степаненко. Да, это опять я, Рафаэль. Да, спасибо. А вы как? Хорошо, господин Степаненко. Вы можете мне сказать, Хасан Бигзадиев в Баку? Нет, мне нужна точная информация. Мне нужно от людей, которые непосредственно видели его в последнюю неделю. Да, пожалуйста. Да, именно от людей, которые общались с ним в эту последнюю неделю. Буду вам очень благодарен. Спасибо большое. До свидания. That excites me. That thrills and delights me. Oh no, it's just the nearness of you. It's tough. I'm
Հենց եկեք սկսել հետաքրքրել։ Օտար մարդկանց կարծիքը, հա։ Մոսկվայում չի հետաքրքրում։ Այնտեղ մարդիկ չեն էլ նայում, բայց ստեղի մերկաները ես լերիվ փչացած եմ։ Մեկ այնց դուրս գալ։ Ոնց է։ Ձյաձ Գուգանստանը։ Անտանելի։ Ծոցարուսը լրիվ իրան իմ խորտ մոր տեղադրե։ Ես էլ ինատուն այնց բաներ եմ անում, ներվային անում ակատաղում, բայց դե բան չի կարի անի։ Ես էլ ավելի եմ ներվայնացնում։ Գիտես չեմ կարողանում չանել, ճիշտ ասած մի քիչ մեղքս գալիս է, բայց դե որ բզիկներս բռնում են։ Խելքս գնում ա կոդ բժիկների համար։ Փոքր ժամանակվանից էլ տենց բզիկավոր էիր։ Մասին չեմ խոսացա։ Չէ, այնտեղ չէ, բայց որ գնացի ձայց Գուգանից տուն մամատ այնտեղ էր։ Դու։ Արման։ Այդ լավ է։ Ու լավ է երկուսիս համար։ Շի, բայց ես վախենում, որ այստեղ ես մնում, որը մի օր բռնվես։ Ձեռս ճարելներ ուրիշ տկապրի։ Բայց ես չիլավեկ նիվիդիմկայի կյանքը ինձ արդեն սկսել է դուր գալ։ Գնանք։ Կարոտել եմ։ Ես էլ։ Այդ ուր են գնում։ Մեկ չի գնում։ Պրինցիպի մեկը։ Դե գնացինք։ Ну, как али там этого сопляка обрабатывают, а? Ты знаешь моих людей, Хасан. После такого обработки даже рыбы начинаются говорить. А ты уверен, что это точно сын этого Арояна? 100%, Хасан. Этот щенок, он сам признался. Слушай, как его взяли так быстро. Честно говоря, я даже удивляюсь. Видно, сам Аллах благословил нам это дело. Али, тебе помогу. Пей ручку. И пиши. Что писать-то будем, Хасан? Надо Арояну весточку отправить, что его сын находится в надежных руках. Я уверен, он будет плясать у меня. В этот раз точно будет плясать. Ради сына. Кого захочешь, что захочешь, заполучу. Пиши. Да, господин Степаненко, слушаю. А вы уверены? Может быть. Извините, кто этот ваш друг? И насколько точная информация у него? Я слушаю, да. Да. Имя, пожалуйста. Господин Степаненко, если можно, уточните информацию, пожалуйста. И мне нужно, и если можно, узнайте имя этого парня. Хорошо.
Я буду вам очень благодарен, господин Степаненко. Нет, если можно, я потом вам все объясню, хорошо? Позже. Я все вам объясню. Спасибо большое. Буду ждать вашего звонка. Ասա, ինչ ես գորում։ Եկել այդ հիմար լակոտդ։ Եթե Էդմոնից մասին ես տենց սիրալի դարդայեք, չէ, չի եկել։ Կարող է եկել է թաքցրիվես։ Աբո ինչ ես խոսում։ Ես էտե։ Ես էց հեռու չի։ Կարող է դու տես բանանես, բայց բավր է այդ լակոտելը։ Եթե հարավոտ փախել է, նա մինչև մագդի ոնց որ թե հասացել էր։ Էդ արդեն դու մտածի։ Շատ հնարավոր է, որ քո արդարացից ասումից վախեցել է ու տուն չգա։ Բայց դեպքում էլ ինչ էր փախնում, որ պետք է տուն չգար։ Աղբոր համար է փախել։ Աբո։ Երեխես անհանգիստ է եղել, որովհետև երեխես ջիգյար ունի ի տարբերություն քեզ։ Տաքությունը վրան այդ վիճակով փախել է։ Օգելի հիմա որ չոլերն է։ Տանջիգյարն էլ ես եմ, լավ ես անում, դու դրա իրավունքը ունես։ Ես ինչ ես ոտից գլուխ ալուր դարը, էդ ինչ ես սարքում, որ սոված սատ կանք։ Քեզ համար ոչ մի բան, ինչ որ էփում եմ, Էդմոնիս համար է։ Դա լավ զահալիտ չունեմ, գնա գործիդ, գնա։ Մենակ բանարա, հենց երեխեն եկավ, ոչ մի բառ հետը չխոսաս, ուղիղ կուղարկես մոտս, հասկացար, նա տպաչեմ, հետո կցեմ քացուս տակ, հետո լավ մի հատ էլ կպաչեմ։ Բավր է այդ լակոտը լավ։ Աբել խոսալու բան կա։ Տալիս եմ բար։ Մաշոկ, հակնվի, որ հետո անենք են ինչ-որ ասեցի։ Կնույն ծրավ իստվատ ուշ ես գալու։ Ոչինչ դու պարտավորված չես ես հաշվետվություն տալու։ Հասանը ողջ է։ Ինչ ասեցի, Ռավ։ Ստեփանենկոյի հետ էի խոսում։ Իր անգերը Ադրբեջանի ներքին գործերում շատ կարևոր պաշտոն է զբաղեցնում։ Մի խոսքով։ Հասանը ողջ է։ Ողջ է ու ավելին ասեմ։ Այս ամբողջ ընթացքում Ադրբեջանից չի բացակայել։ Հասկանում ես ինչ եմ ասում, Աբել։ Հասկանում ես, Աբել։ Ռավ, այդ դեպքում Как ты мог забыть эти глаза, полные ненависти? Ում էր դու։ Ես չգիտեմ, Աբել։ Չգիտեմ, ես այդ դվայնիկների գոյությանը ֆանտազմաներին չեմ հավատում։ Я тебя не знаю. Ты же любите грязь. Позови меня покойно. Понял? Բայց այդքան նման։ Այդքան նման։ Ձայնը, դեմքը, ամեն ինչը։ Կարող է դվայնիկը չի։ Շատ հնարավոր է, որ հարազատ աղբերն է։ Հասանը եղբայր չունի։ Ոչ զույգ,
Ոչ էլ առհասարակ։ Վստահ ես։ Հա, բել վստահ եմ։ Ռաֆ, հիշում ես դու էիր պատմում, որ այդ Հասանը Ադրբեջանում համարյա առասպելական ինչ-որ պերսոնաժ է։ Ու նույնիսկ խոսում էին, որ իբր այդ Հասանը իր հոգին ծախել է Սադայելի, որ իբր ինքը երբ ուզի, կարա տարբեր տեղերում հայտնվի, կարա մահանա, կարա հարություն առնի։ Ինչ ես ուզում ասես, Աբել։ Ուզում եմ ասել, որ ցանկացած առասպելի հիմքում ընկած են իրական փաստեր։ Աբել, ինչ ես խոսում, Աբել։ Ռաֆ, հիմա փաստ, որ այդ վայնիկը կա ու վաղուց կա։ Հիմա մեզ մնում է մենակ պարզել, դու այդ վայնիկին ես սպանել, թե իսկական Հասանին։ Դվայնիկին, Աբել։ Դվայնիկին։ Հասանը ողջ է։ Հասանը ողջ է, բայց դվայնիկա թե ինչ արդեն չկա։ Հասանը զրկվեց իր ուժի կեսից։ Մնաց վերացնել մյուս կեսը։ Եթե ձեռք քաշես ես ամեն ինչից։ Ինչ։ Ինչ ես ասում, Աբել։ Ուրեմն մոռանամ այն բոլոր մարդկանց, որ իմ աչքի առաջ սպանեցին, մոռանամ այդ 18 տարիները։ Դու էիր ասում, որ այս ամենին վերջ չկա։ Աբրամ Մարկիշն էլ նույնը ասում, Աբել, որ այս ամենը վերջ չունի, բայց Հասանը պետք է վերջ ունենա։ Ես քեզ ամեն ինչ չէր որ ասեցի։ Հասանը ոչ միայն ողջ է, այս գիշեր մի հատ հայ զինվոր է բռնել։ Մի հատ ջահել երեխա։ Սա որպես գաղտնիք են ասել։ Ինչ պետք է անի, որ այդ ջահել զինվորին։ Նույնիսկ զինվորական գաղտնիքները չի իմանում։ Երեխու ճակատագիրը մնում օդից կախված։ Հասանը մոռը կհանի բնականաբար։ Ինչ ես ուզում անես։ Չնայած ինչ կարաս, ինչ էլ անես։ Չգիտեմ, Աբել։ Ու այդ երեխու ճակատագիրը։ Կներեք, Աբել, ես կարող եմ գնալ։ Ես կտանեմ քեզ, Մաշուկ։ Ռաֆ, ես գնամ Գրիգը խնդրելա։ Ու շուտ կգամ։ Все, брат мой, письмо отправлено. Через служебный факс. Завтра получит, если, конечно, появится на работу. Յամ քանիսն է։ 10 Աբո կամանձերին զանգի։ Երևի չի կարողացել մեքենա գտնի հետա գնաց։ Ճիշտ ես, խելքիդ մեռնում ես քո։ Ավակյար, ես եմ։ Ինչ կա։ Կարող է Էդգոնը նորից հետ է եկել։ Բա միջեք մա չի ասել այդ ցավը տանեմ։ Դե տես ինչ ես անում ցավը տանեմ անանգիս եմ էլի։ Իմ գեներալ ջան։ Նենց արա խաբար անես։
Սպասում եմ։ Չենք անելու, հա? Աբո խոսա։ Մի բան ասա, աբո։ Քանի ժամա ջուր եմ ծեծում։ Ասում եմ տղետ ուշանում, տղետ չկա։ Ինչա նոր հասկացար, որ պատճառ ունես մտածելու։ Ալո, սեթը ուր ես։ Արա հետ մորը չկա ապեր։ Քո լուծումն էլ սեթոն էր, հա? Արտակարգ լուծումա, բան չունեմ ասելու։ Ջերդ կզի։ Լեզանգի։ Որ չհավատա։ Կհավատամ աշակ։ Դու ունենց արա մենակ երախ սիրանտամ մնացածը կլինի։ Հարդ է հավաքի համար է։ Ալո։ Ալո, բարի երեկո։ Բարի երեկո։ Ներեցեք Նինային կարելի է։ Հիմա։ Գերոյներից դա երևի։ Ալո։ Նին Աբելնա, կողքդ մարդ կա։ Հա։ Դե ունես խոսա, իպր ընկերուդ հետ ես խոսում։ Այսինքն։ Այսինքն վայ պրիվետ կյանքուլ ոնց ես։ Լավ է, մերսի, դու։ Լավ, բա ինչ ես անում։ Հեչ, ոչ մի բան, տանն եմ։ Բայ մենք էլ պատրուշկաներով որոշել են գնանք կինո, կարող է գազ։ Ես։ Չգիտեմ։ Ոչ մի բան արա դու սարի։ Քեզ 10 րոպեից իմ մեքենայով մետ աղջիկ կսպասի։ Ասա կինո եմ գնում բան, ոչ մի բան արա։ Լավ, տեսնեմ։ Տեսնեմ, մեստեմ չկա։ Լավ, հա։ Լավ։ Ով էր։ Այն չմեր կուրսյանին, կինոյին գնում ինձ էլ էր կանչում։ Ուզում ես գնաս։ Չէ, տրամադրություն չունեմ։ Գնա։ Գնա, կցրվես։ Չէ, չեմ ուզում։ Ասում եմ գնա։ Ինչքան պետք է հորդ ասած սուկը կապես նստես։ Դուրս արի։ Քանի կար տանը փակում եք, հիմա ինչ զորով եք տնից դուրս հանում։ Հա։ Ասում եմ գնա։ Ես իմ վրա եմ վերցնում պատասխանատվությունը։ Պապատ էլ որ կա կբացատրեմ։ Ինքը մենակ ուրախանա, որ գնացել ես ընկերուհիներիդ հետ, ցրվել ես։ Տրամադրությունդ բացվել է։ Գնա, բալես։ Լավ, գնամ։ Կարնիկին կանչեմ տանի քեզ։ Չէ, պետք չի անեն նրա մեքենայով կգա։ Դեր։ Վեր կացակնվի։ Բարև։ Բարև։ Ինչի դեմ ես տանում, թե որտեղ եմ տեսել։ Այդ կարևոր չի։ Աբելը սպասում է։ Որտեղ է, որ։ Ստեղ մոտա։ Բարև։ Բա ուր գնաց։ Այս այգա։ Գդիգնա, խնդրի որ քեզ տնեմ։ Ոնց է։ Որ լավ լինի։ Ամեն դեպս ինքը տենց ասում։ Ես իրան չեմ տեսել, բայց ինքը ասում է որ լավ է։ Չգիտեմ խիավ ուզում որ ես քեզ տնեմ, բայց ինձ թվում է նրա համար որ համոզվի որ դու ես լավ։
Իմ մոտ ամեն ինչ կարգին է։ Ապել իսկ հետո ինչա լինելու, ինչ եք անելու։ Իսկ թե ինչ ալնելու հետո, այդ կորոշի բարձրյալը։ Բարձրյալ ասելով ի նկատի ունեմ հորդ, կամ հորս, կամ մի խոսքով իրանք մի տեղում են մեկը։ Ապել լսի, իսկ ընդեղ որտեղ Գրիգեն պահում են, ես կարամ մտնեմ։ Չէ, չես կարա, հավատա քո տեղը չի։ Եթե հնարավոր է, ես ուզում եմ անպայման գնամ Գրիգի մոտ։ Ահագին, առաջադիմը ես, մոլодец։ Ես իսկ ինչ կարելի է անել։ Լավ, մի բան կմտածեմ, անոնդ որ Գրիգին դուր կգա, չնայած պապայիս, իրան դուր չի գա։ Ապել պապան չի իմանա, խոստանում եմ։ Լավ, ես է խոստանում եմ, մի բան կմտածեմ։ Չնայած կարելի է հիմա էլ փորձել մի բան անել։ Շնորհակալ եմ, Ապել։ Ալո Աճան, բարի ուշ գիշեր։ Մի բան պիտի խնդրեմ Աճան։ Չէ, իմ համար չի։ Գրիգի սիրած աղջկա համար։ Հա, եթե կարող ես հանդիպում կազմակերպի։ Ու լավ կլինի հիմա մեկա գիշեր, հա, ոչ մեկ չի էլ տեսնի։ Չէ, ես ընդեղ չեմ լինում։ Ես հեռու կլինեմ, ոչ մեկ չի նկատի Աճան։ Լավ, շնորհակալ եմ։ Դե հիմա գալիս ենք։ Դե մոտակայքում ենք մի 15 րոպեից կլինենք։ Ինչ կարող է, պապան քեզ ռոզիս կտա։ Չէ, պապան տանը չէր ու հետո իմ համար մեկ է։ Դες, եթե հանկարծ հետո քեզ հարցը քննի, դու ինչ չես տեսա, ես տեղ չեմ եղել։ Ստային ասա։ Դենամ երի, ալիս իրեմ։ Ամբել, ես քեզ միշտ սիրել եմ։ Բայց ես պետք է որ դու դա նկատեիր։ Լավ լինի։ Ամբել, ով էր ես աղջիկը։ Բայց Գուգոյի քրոջ աղջիկն է։ Ես էլ ասում եմ որտեղ եմ տեսել։ Հեն եկավ։ Իսկ բայց վատը չի։ Նորմալ է ամեն ինչ։ Գնացինք։ Աբո։ Կարող եմ միանգամից պրյամո եկել աղբոր մոտ։ Վախեցել է տուն գա քեզանից, ասել է գետ համանդրեմ, մի ձև կգտնեմ, կմտնեմ աղբորս կտենամ։ Չէ, բացառվում եմ։ Գրիգորյանի տնա զանգեցի, խոսացի, հələ որ մինչև այս պահը չի եկել։ Հետո պայմանավորվել ենք, հենց այդ մոն հանգարցացնի, ընդեղ ինձ անմիջապես խաբար կանեն։ Աբո, ասա թող ընկնեն անտառները ման գան, կարող է վատ զգացել։ Ձեր հետ կտրի բայղուշ։ Աբո, յա։ Ասետո դե մի բան ասա էլի։ Արա եթե ես չեմ կարող, արա։ Մեջ ես արդեն ես ինչ անզորություն եմ մտել, արա։ Ես ինչ վիճակա, դու տեսես ես թուլեքին նայել են, այդ տեսերի ուզում են կոդրացել են, ինձ կազացրին, չկոդրին, նայեց երկու աղբորը։ Ասում ես ընկերները տեղյակ չեն։ Դա չէ էլի, սեթո ասում եմ չէ։ Արի, հա։ Վստահորեն, ես քեզ ասում եմ, գնացել է աղբոր մոտ։ Քեզանից վախեցել է գատուն, ասել է գետամ աղբորս կտենամ, կհասնեմ ընդ մի ձև կտնեմ, կմտնեմ աղբորս կտենամ գոնե։ Հա։ Սեթ վստահես, ապեր։ Да, слушаю вас, господин Степаненко. Выяснили, да? Ну, и как фамилия этого солдата? Что? Что вы сказали? Как фамилия этого солдата? Хароян? А вы не ошибаетесь, господин Степаненко. Да, я, кажется, знаю отца этого солдата.
А что с ними сделают? А военнопленные, да. Секретная информация. Да, они, наверное, предъявят требования его отцу. Но эти требования невыполнимы. Լավ էլ ձևականությունների ժամանակ չգնա, մենք էստե սպասում ենք։ Դավայ։ Հարավ։ Ուր ես Աբել։ Ինչ է անում։ Գիտես ով են զինվորը, որին Հասաները գիշեր գերի է վերցրել։ Ասեր ոպեց է ժամանակ, ես ձեր վրա դուր կպակեմ։ Ռաֆ, հնարավոր չի, Ռաֆ, ոնց իմացան, որ դե է ծառայում, որ չաստում է, որ դե էդ ոնց ասցին, Ռաֆ։ Աբել, բնականաբար ես քո այդ հարցերին պատասխան չունեմ։ Բայց ընկերոջը աղբերը հաստատ Հասանի ձեռքում է։ Հաստատ ինֆորմացիա։ Չեմ հավատում, Ռաֆ։ Հնարավոր չի, Ռաֆ։ Դու չասեցիր, թե որտեղ ես Աբել։ Ստե, որտեղ գրիգնա, Ռաֆ։ Ինչ։ Չէ, ստե, դրսում, մեքենայի մեջ, Ռաֆ։ Սպասի գալիս եմ։ Լավ։ Նինբա, ոնց հարմարացրեցիր, որ եկար։ Ապել օգնեց գրեկ։ Ամեն ինչ դասավորեց նենց արեց, որ կամ կոմատ։ Աբելը։ Հա, ապելը, ինչը դու չեր խնդրել, որ ինքը ինձ հետ պապվի։ Հա, ես էի խնդրել։ Հասնորեն Աբելը արեց հետո։ Նենց էի կարոտը քեզնի։ Սիրում եմ քեզ։ Ես եմ սիրում։ Գարնենք, Շիպաժին, Գրիգորյանի մոտ։ Արես ինչ փորձանք ես հետը։ Ինչ ասես գլխովս չանցնում, էլ չգիտեմ, թե ինչ մտածեմ, օրս գերեզման։ Եթե ընդե չի, ուրեմն հաստատ եկել է Երևան, դոշն եկել է աղբորը գտնելու։ Մեր վարիանտը մանգալի, որ մի կետ մոտենա, որ գտնի աղբորը տնա։ Всё։ Ուրիշ ձև չկա, աբո։ Սեթո ջան, Աստված ձենդ լսի, ես քո մատաղը տնեմ։ Всё, Մարիշ, հնա Ռաֆա եկավ, ես պոկվան, կանեսնից ոնց որ ասեցի, լավ։ Լավ։ Բա հետո մեքենատ ինչ անում։ Էջ մեքենան կպայս կոմոտ, հետո առավոտը կվերցնեմ։ Եղավ։ Գնացի։ Հասանի հետ պետք է զգուշ լինել։ Դրանից ամեն ինչ սպասելի է։ Լավ, բա ինչ ես մտածում։ Ինչ կարանք անենք։ Կարծում եմ, որ առաջի հերթին ընկերոջդ հորը պետք է լուր տալ։ Կարծում ես աբոն գիտի, որ տղեն թուրքերի ձեռն անգել։ Լավ, պրինցիպի Կարամցոտ Սիլվային զանգեմ, բայց ոնց ասեմ։ Չէ, պետք չի։ Ինչ ուզում ես, որ այդ կինը տեղում մնա։ Դե, ճիշտ ես։ Ուրիշ բան է պետք մտածել։
Իսկ քրոջդ միջոցով չես կարա բարձես։ Թողորից ինչ որ ձև հարց ու փորձ անել իմանա։ Вообще-то вариант-а. Ուրեմն հետ կշիռով։ Չհասկացա։ Նինան հիմա Գրիգի հետ է։ Գրիգի մոտ։ Չեմ թաքցնի, ես դասավորեցի։ Հաճանին խնդրեցի, որ հանդիպում կազմակերպի։ Չգիտեմ, բայց մեղքի զգացումս այնքան շատ էր, որ մանավանդ քո այդ այռոպորտի արարքից հետո ուզում էի մեղքս քավեի։ Ուզում ես ասես, որ Նինային թողել են, որ Գրիգին այցելության գնա։ Դե այդպես չեն թողել, հենց հայեցին, որ իբր ընկերու հետ կինո է գնացել։ Ու տենց։ Աբել, տեսնում ես, որ առանց էլ ամեն ինչ խճճվել է։ Ինչի համար են այս ավելորդ խաղերը։ Դե, լյամուր, Վավճան, большая любовь։ До занги давай. Աշոկ ես եմ, ուր ես։ Դժդու պակա։ Սիրահարների տեսակցությունը դեռ չի ավարտվել։ Դե լավ, որ հլ չես գնացել։ Սպասի տեղ, իչով Նինան իջնի։ Նինան որ իջնի, ոչ մի տեղ չգնաք, սպասեք ինձ։ Ես գալիս եմ։ Okay, ուրիշ։ Վերջ։ Хорошо. Ոնց ասես, դարագոյ։ Գարնիկ։ Հենց մի հատ տեսել ինչ ավտո է, հա։ Մեջնատկա։ Ռուլին աղջիկ էր Սեդրակ Վիկտորովիչ։ Հա։ Давай, брат. Ես պետք է վերև բարձրանամ ուշը արդեն։ Եկեք ձեզ ճանապարհեմ։ Խնդրում եմ, ինձ եթե հնարավոր է 5 րոպեին մնաք, հա։ Լավ, այդ դեպքում ես բարձրանամ կամ 5 րոպե, ոչ ավել։ Դուրը փակում եմ ձեր վրա։ Փակի հանգիստ աճեմ։ Մենակ գնա։ Ո՞նց ես սիրում։ Մի հատ բաց է։ Պարոն Աճյանը թույլ չի տվել։ Մի հատ բաց է ասում եմ։ Բաց արա դուրը, արա։ Բաց արա դուրը, կաշիդերը։ Կաշիդերը դեպի, քեզ տատու տեղը չեն բերում։ Ինչ-որ բան է պատահել, որ ես ուժ ժամին եկել եք։ Հա, եղել է։ Բայց ինչ։ Այս որ թազա մարդիկ եք ընդունում։ Ձեր հետ էլ սովորացրեք, որ թացը չորի չխառնեն։ Հա, ճիշտ եք ասում, նոր տղա է։ Կբացատրեմ, ոչինչ։ Բաց արա։ Բայց ինչ է պատահել, պարոն Հարոյան։ Կարոջի, բաց արա, Էդմոնը բանակից փախել է։ Էդմոնը։ Աճյան, լավ չես հասկանում։ Ասում ենք, հա, Էդմոնը բանակից, ու մեզ թվում է, որ ինքը քյասար եկել է ստե։ Հա։ Բարդա։ Չէ, ինչ եք ասում։ Էդմոնը ստեղ չի եկել։ Գրիգո իր խցում հանգիստ պարկած է, ու կարծում եմ, որ քնացել կլինի։ Ասում ես Էդմոնը ստե չի երևացել։ Չէ, ինքը որ գար մեկ է իրանց տեղ ոչ ոք չէր թողի։ Ուրեմն դու ոչ մի բանից տեղյակ չես։ Պարոն Հարոյան, բայց ես ինչ ունեմ խաբելու որ։ Կարող է ստազա ախրանիկներից այդ մեկը ներս համացրի դու տեղյակ չես։ Բացառվում է։ Դե մի հատ բաց Գրիգի հետ խոսամ գնամ։ Քնած կլինի։ Բաց, Գրիգը էժամերի նավիճնի չի գնում, բաց։ Բայց ախր ստեղ օրակարգը ուրիշ է։ Տան նման չի։ Սեթա։ Դավայ։ Ուշ։ Գրիգի մոտ։ Բացիր։ Աբո։ Հաստատ ներսն։ Լավ սպասի ելը։ Լավ ես, ուրս ավտոնա։ Մեքենայի մեջ ոնց որ գառնիկն է։
Երետ ինչ գործ ունես տեղ այս ժամին։ Չգիտեմ, Ռաֆ։ Մաշինը չկա։ Մաշինի իմաստով սպասում էր, որ Նինան իջնի, որ Նինային տանի։ Ինչա ստացվում։ Այսպես Նինան չլա, մաշը տարել է։ Զանգին այդ Մարիշին։ Ալո։ Հա, բել ես քեզ էի զանգում։ Մաշոկ, հետ տանի Նինան։ Չէ, հա, ես կանգնած սպասում էի, մեկ էլ պապայիդ վարորդը մոտեցավ, ուզում էր գալ դեպի մեքենան, ես քշեցի փախա։ Մաշ մնա որ դու ես, հեռու չգնաս։ Կաշվան գրավ։ Նինան էլ է ներսում, հերս էլ է ներսում։ Գրի։ Նինա։ Ամբո ես ինչա։ Միա դուրս անցիս տեղից։ Միա դուրս անցիս տեղից։ Դուրս անցիս տեղից! Ես քո հետ հələ խոսալու եմ ու խոսամ երկու եմ։ Ռաֆ, Նինանը սա ամեն ինչ կպատմի, գնացինք ստերից։ Չեմ կարծում ապել։ Ես քեզանից լավ եմ ճանաչում Նինային, ինքը մենակ արտաքին ինձ է տենց թույլ։ Կարմիկ։ Հետո, ինչ է կեստվում, ինչ է ասելու, ասլա որ ինքն է կաշարես, թե իմ արտքոնց է։ Երախոն դերախ։ Ինչ ես ուզում անած, Ռաֆ։ Մոտենամ իրենց։ Ինչ ես խոսում, բա։ Դու հանգիստ նստի տեղդ։ Ռաֆ, մի հարատ ես կոմ։ Հանգիստ տեղդ նստի ասեցի։ Սեթրակ Վիկտորովիչ, ես ամեն ինչ կբացատրեմ։ Խոսամ։ Արա դու չգիտեիր, որ էդի սեթոյի աղջիկն է։ Ես հասկացա արդեն, ես չգիտեի, ես հիմա ամեն ինչ կբացատրեմ, դուք իմանաք։ Всё, քաշվանք։ Խոսարա։ Ինա որ չպատմի, այս իդիոտը կպատմի։ Սեթրակ Վիկտորովիչ, հավատացեք ինձ, դուք որպես հայր առաջինը պետք է իմանայիք այդ մասին։ Բայց ինչ անեմ, մարդկանց խնդրանքը չեմ կարողանում մերժեմ։ Ինչ մարդ արա։ Մինան ինքը քեզ փող տվեց, որ դու իրան տանես հանդե։ Արա հել լակոտ։ Չէ, ախր հենց այդ մասին էլ ուզում եմ խոսամ, թողեք որ ասեմ, էլի թողեք պատմեմ։ Արարգացրու, ասում ես ասա, մի կապ տաղացրու ինձ։ Ինձ ուրիշ մեկը խնդրեց։ Ով, որը։ Ով։ Այդ մարդը։ Խոս կլոբուն։ Դե այդ մարդը էլի։ Սեթրակ։ Խոսալու բան կա։ Ասա, Ռաֆան, ես ինչ հաշիվ է։ Ես գիտեմ ով ես դու։ Ու արի սենց պայմանավորվենք։ Ես կոմ մենք չընկնենք։ Եթե ինչ-որ բան ունես ասելու, Ռաֆ,
Ասաբը։ Այդ երբ վանից գիտես։ Երբանից գիտեմ։ Հենց առաջին օրվանից ապրուշ։ Հենց Փարիզից։ Եվ որ ես քեզ տեսեմ։ Ռավ։ Ընկերությունը դաժե հոտով ազգացվում։ Իսկ ես քո ուղնուցուզը գիտեմ, բա դու իմ ընկերը չէիր։ Ընկերն եմ։ Մի քիչ հեշտ չես շաղ տալիս բարերս հետո։ Բայց ես հիմա դրա մասին չեմ ուզում խոսամ։ Այդ լավ է, որ գիտես ով եմ ես։ Ուրեմն ներկայանալու կարիք էլ չի լինի։ Ես մտադիր էլ չեմ թաքնվել։ Բայց թաքնվում էր, չէ՞ ուրախում։ Թաքնվում էի մինչև այս պահը, որովհետև մինչև այդ քեզ ասելու ոչինչ չունեի ու լսելու էլ ոչինչ չունեի։ Իսկ հիմա ունես։ Ցավոք հա։ Խոսքը քո որդու մասին է, աբո։ Քո կրսեր որդու։ Ինչ ես ասում։ Իմ կրսեր որդու լխոս է։